Իմ սիրելի հետևորդներ, բարի արև, ինչպես որ խոստացել եմ, հիմա ես կանդրադառնամ ուրեմն հունիս ամսվան, տեսնենք ինչպիսի իրադարձություններ են մեզ սպասում, ինչպիսի էներգիաներ են կուտակվել եւ կարծում եմ դա բոլորիս հետաքրքիր է։ Ես իհարկե, ինչպես որ ասացի, 1-2 օրից արդեն կանդրադառնամ կենթանակերպի նշաններին, իսկ այսպես ընդհանուր դուք արդեն կարող եք ընդհանուր պատկերացում կազմել, թե օրինակ ինչ է սպասվում մեզ։ Եվ այսպես հունիս ամսին իդեպ ուզում եի անդրադառնալ նախ նշեմ, թե որ նշաններն են իրենց տեղերը պահպանել եւ պատկերացրեք, որ այդ ծղջուրները կարողանում են դեռևս մնալ առաջին հորիզոնականում, երկրորդում կարիճները պահպանում են իրենց տեղը եւ այստեղ երրորդում արդեն մենք տեսնում ենք, որ խեցգետիները, երկրորդը կարիճները, խեցգետիները եւս կմնան առջևում, իսկ առյուծները կգան առաջ, առյուծները կանցնեն կույսերից, կշերքներից առաջ, իսկ կշերքը, որ երկար ժամանակ առաջին հորիզոնականում էր, հիմա արդեն ետ կմղվի, որովհետև ինքը կույսերին եւս զիջում է, այնպես որ չորրորդ տեղում կհայտնվի առյուծը, հետո կույսը եւ նոր կշերքը եւ այդպես արդեն այստեղ ես որոշ փոփոխություններ եւս նկատում եմ, ջրհոսները եւս առաջ կանցնեն, դե իսկ խոյերը միշտ վերջում են, ճիշտ է ձկներն են այս անգամ վերջում, բայց կարծում եմ նորից խոյերն ասում են, չէ, վերջի տեղը մերն է եւ մենք պիտի խոյերը պետք է լինեն 1200 այդպես դիտում է, սա ընդհանուր ասեմ, որ չհարցնեք բա մերը երբ է գալու, մերը երբ է լինելու, այսպես ըստ հետաքրքրվածության բնականաբար լինում է եւ այնպես չի, որ ասում են առաջինը, եթե միշտ առաջինն ես ասում, այնտեղ ավելի շատ են նայում, այդպեսի բան չկա, երկար ժամանակ կշերքներն են, բայց այսօր կշերքները արդեն մղվեցին 6-րդ տեղ, այնպես որ չի կարելի այդպես միանշանակ ասել, հիմա ինչևէ, սա ընդհանուր որպեսզի դուք իմանաք եւ ես ուզում եմ ուրեմն տեսնենք թե ինչ ունենք հունիսին եւ այսպես ունենք լիալուսին, նորալուսին բնականաբար արևն է փոխում իր նշանը կմտնի խեցգետի նշան արևը, ինչի համար ես շնորհավորում եմ սիրելի խեցգետիններ, դուք հերթով կնշեք ձեր ծննդյան օրերը, թող խեցգետիներ, քանի որ ընտանիքի, այսպես ասած սիմվոլն է, ես թող ձեր ընտանիքներում լինեն, ուրեմն թող մեծանա ձեր ընտանիքը, հաջողություններ լինեն, լիություն եւ ընտանեկան խաղաղանդոր թող լինի, թող ոչ մի բաժանություն չլինի, ամեն ինչ լինի լավ։ Ահա, դա իմ բարեմաղթանքը սիրելի խեցգետիններ, Յուպիտերը, Մերկուրին, Վեներան կփոխեն իրենց նշանները, Մարսը եւս փոխելու է իր նշանը, ինքը դուրս կգա առյուծի նշանից, կրակի նշանից եւ կտեղավորվի հողի նշանում, բնականաբար հողի նշանում ինքը այդպես առանձնապես իրեն լավ չի զգում, բնական է չէ, կրակը հողը Ահա, կրակը օդը եւ հիմնական կրակը օդի հետ է շատ ավելի այդպես իրան հարմարավետ զգում, քան հողի կամ ջրի հետ։ Ահա, եւ բնականաբար կրակը կրակի հետ։ Եվ այսպես ես սկսեմ թերևս ամսի 6-ից, երբ Վեներան, ուրեմն ամսի 6-ին Վեներան կմտնի ցոլի նշան։ Բնականաբար դա իր նշանն է, հատկապես ասենք խոյերի դեպքում ես իհարկե կանդրադառնամ կենթանակերպի նշանները ներկայացնել, բայց խոյերի դեպքում ստացվում է երկրորդը, ստացվում է եւ իր տունը եւ իր նշանը։ Եվ այդտեղ Վեներան բավականին ակտիվ կլինի, այնպես որ ահա, այնպես որ պետք է մենք օգտվենք այդ ակտիվությունից, դա իմ խորհուրդը ձեզ, իսկ գիտեք Վեներան սիրո թեման է, Վեներան գեղեցկություն, այսինքն այն ամեն ինչ կապված է գեղեցկության հետ, եթե ուզում եք նիհարել, քաշ գցել, պաստկան կարող գնալ սպորտ դահլիճ, գնալ լողավազան, որպեսզի ինքը ձեզ կօգնի, հա, եթե որոշակի ներարկումներ, բայց զգուշ լինեք, այս տարի դա մի քիչ հակացուցված է, պետք է ճիշտ օր ընտրեք, եթե նման, ասենք, պլաստիկ վիրահատություններ կա, պետք է անպայման ճիշտ օր ընտրեք, սա մեկ եւ փոխել զգեստափահարանը, փոխել իմիջը, սիրո թեման արտնասնել եւ այլն, սիրահարվել, ռոմանտիկ երեկոներ, ռոմանտիկ հանդիպումներ կազմակերպել, այս ամենը իհարկե Վեներան կարող է ձեզ համար կազմակերպել, ճիշտ է, ինքը 6-ին է մտնում, 6-6, հա, հունիսի 6-ին է մտնում ցոլի նշան, բայց մինչև հուլիսի
4-ը մնալու է եւ պլյուս մինուս ինքը մի քանի օր իհարկե եւս աշխատում է անհամբեր է ինքը որ խոյի նշանից դուրս գա որտեղ իրեն ինքը լավ չի զգում խոյի նշանում Վեներան կմտնի ցոլի նշան, դա շատ լավ ժամանակահատված է, որպեսզի դուք կարողանաք ձեր հարաբերությունները կարգավորել, հատկապես եթե ձեր անձնական քարտեզում ինքը ստեղծի դրական էներգիա, միանշանակ դուք կարող եք ունենալ հաջողություն։ Եվ ընդհանրապես հարազատների միջև եւս հարաբերություններն ասացի եւ այստեղ ֆինանսական հարցեր, հատկապես նրանք Ասցենտի նշանը ցուրն է, այստեղ միանշանակ ֆինանսական հարցեր կլինեն, դա շատ լավ ժամանակահատված է, ինչ-որ գործարքներ կազմելու եւ այլն եւ գումարներ կարողանալ աշխատել։ Ահա այսպեսի լավ բաներ կբերի Վեներան մեզ այդ ժամանակահատվածում եւ ես խոր կտայի, որ դուք ճիշտ օգտագործեք եւ դա շատ ավելի բարենպաստ կարող է լինել, շատ ավելի հեշտ կարող է տվել խեցգետիններին ուրեմն ձկներին, ինչպես նաև հողի նշան այծեղջուներին եւ կույսերին մեծ հաշվով աղեղնավոր կշեռք իրենց համար էլ սովորական այդպես խոյերի երկորյակների համար իսկ օրինակ ջրհոսների, առյուծների եւ կարիճների մոտ շատերի մոտ այստեղ հնարավոր է որ նմանատիպ հարցերը ֆինանսական հարցեր ասենք դեռևս ինչ որ կիսատ է, ինչ որ բաներ պիտի արվի, որ իրեն կարողանան ավարտեն կամ հարաբերությունները, եթե նրանք ուզում են կարգավորել, դա մի քիչ ավելի երկար կտևի եւ ժամանակ է պետք, որպեսզի իրեն կարողանան դա կարգավորեն, այսինքն այդ նշանների համար դեռևս ժամանակ ավելի երկարում է, ավելի շատ, ուրեմն ինքը իրենք ջանքեր պիտի խնայեն ներդնեն, որպեսզի կարողանան իրականացնել, իսկ մյուս նշանների համար շատ ավելի հարմար ժամանակ է եւ դուք փորձեք դա մաքսիմալ օգտագործել։ Հաջորդ կարևոր իրադարձությունը դա 9-ին հունիսի Մերկուրին կփոխի նշան։ Մենք գիտենք Մերկուրին արագ է փոխում եւ հունիս ամսին ինքը կհասցնի ոչ միայն մտնել խեցգետին, այլ նաեւ կմտնի առուծի նշան։ Ինչևէ, հունիսի 9-ին մինչև հունիսի 25-ը գտնվելու խեցգետնի նշանում։ Այստեղ Մերկուրին, գիտեք, այստեղ եւս հարաբերություններ, փաստաթղթերի հետ կապված, եթե ինչ-որ հարցեր կան, եթե նրանք ովքեր ուզում են ավտոմեքենա գնեն կամ վաճառեն, հա, այս դեպքում շատ ավելի ուրեմն կամ ինչ-որ եթե փաստաթղթեր կան, թեկուզ իրավաբանական հարցեր եւ այլն այդպիսի թեմաների դեպքում, հատկապես եթե ասցենդենտը ցուլ է լինում, ես իհարկե կնշեմ դա, հետո կենթանակերպի նշանների համար այս դեպքում արդեն եթե դատական հարցեր կան, ուրեմն այդ հարցերը նաև կքննարկվեն, փաստաթղթեր, հանդիպումներ, քննարկումներ կլինեն բավականին շատ, ընտանիքում բավականին դա ուրեմն այդ թեման ակտիվ է լինելու եւ ինչպես նաև առևտրի թեման բավականին ակտիվ է լինելու եւ դա շատ ավելի բարեհաջող կլինի ցուլերի համար, կույսերի համար, ձկների եւ ուրեմն կարիճների համար եւս սրանք շատ ավելի հեշտ կլինեն, ավելի հաջող կլինեն իրենց գործերը եթե այդպիսի թեմաներ ունեք, թեկուզ աշխատանքի անցել, թեկուզ փաստաթղթեր ստորագրելու կամ ինչ-որ նոր գործ սկսելու եւ այլն, այստեղ դուք դա ուրեմն ցանկալի որ դուք իմանաք ձեր քարտեզում արդյոք Մերկուրին ունի այդ ժամանակահատվածը արդյոք լավ էներգիաներ են կուտակվել, որպեսզի այդպես սահուն ձեր ուրեմն աշխատանքը ստացվի։ Դա այդպես եւ ես ուղղակի ասեմ ում համար մի փոքր ավելի դժվար կլինի ընտանեկան թեման, հարցեր կառաջանան, հիշողություններ, դժվարություններ եւ այլն դա կլինի խոյերի, կշեռքների եւ այծեղջյուրների համար, այսինքն իրենք ընտանիքի թեմային վերաբերող ինչ որ հարցեր կփորձեն կարգավորել յուրաքանչյուրի մոտ տարբեր, մեկի մոտ երեխայի թեմա, մեկի մոտ ծնողի թեմա, մյուսի մոտ բնակարանի թեմա, մյուսի մոտ արտերկիր հայրենիք եւ այլն, այսպիսի թեմաներ կարող են լինել եւ այստեղ պահանջում է, որ իրենք կոնկրետ կազմակերպեն այդ հանդիպումները, կփորձեն ուրեմն լուծում տալ բոլոր դեպքերում այդ ինֆորմացիան, որ կգա, միգուցե, այսինքն իրենք պիտի աշխատեն այդ ինֆորմացիայի հետ, այսպես ասեմ, իսկ արդեն 26-ին Մերկուրին կմտնի առուծի նշան եւ այստեղ միանշանակ երեխայի հարց կքննարկվի,
սիրո թեման կարող է քննարկվել եւ դա դժվարություններ կլինի ցուլերի, ուրեմն այդ հարցում այդ բնագավառում 26-ից հետո իհարկե մոտ 1 ամսվա կտրվածքով ուրեմն կարիճների, ցուլերի եւ ջրհոսների մոտ այդ ժամանակահատվածը, ժամանակաշրջանը կամ ուրեմն նման թեմաներ կքննարկվեն սիրո զույգերի մեջ եւս հնարավոր է որոշ հարցեր քննարկվեն, իսկ ասենք դա արդեն այդ ժամանակը 26-ից հետո ավելի հեշտ կլինի երկօրյակների, կշարքների համար, կրակի նշանների համար, իսկ դժվար ասաթեն ասացի ցուլերի, կարիճների եւ ջրհոսների համար։ Ահա այսպիսի իրադարձություններ են եւ հաջորդ իսկ օրը 10-ին 9-ին, 10-ին, 11-ին իրար հետևից այդպես գնում են, մոլորակները փոխվում են եւ 11-ին արդեն ուրեմն կատարվում է լիալուսինը, բայց 10-ին Յուպիտերը կմտնի խեցգետնի նշան։ Իհարկե շատ լավ է, 12 տարին մի անգամ էլ ուրեմն հայտնվում տվյալ նշանում, այսինքն ինքը մոտ 1 տարի կմնա խեցգետնի նշանում Յուպիտերը եւ այստեղ բնականաբար ընտանիքի թեմաներն են բավականին ակտիվ։ Գիտեք, խեցգետինը մի քիչ ինչպես ասեմ, դժվարություններ էին խեցգետնի համար, Մարսը հետընթաց եղավ, ես արդեն ասել եմ, բավականին դժվարությունների միջով անցան շատ խեցգետիններ եւ հիմա արդեն Յուպիտերը գալիս է եւ հետ կբերի, ես կարծում եմ հաջողություններ, ոմանք կգնան արտերկրի թեմաներ, ոմանք կընդունում են բարձրագույն ուսումնական հաստատություն, ոմանց ընտանիքում իրենք կիմանան, որ երեխայի են սպասում, ասենք երկար ժամանակ չեն կարողանում հղիանալ, հիմա դա իրենց մոտ ստացվել է, անպայման կստացվի այս 1 տարում դա եւ դուք կունենաք երեխայի թեման եւս ուրեմն կլինի խեցգետինների մոտ, բոլոր դեպքերում ինքը բերում է հաջողություն, այստեղ գումարներ են գալիս, ժառանգություն եւ իհարկե նաեւ հնարավոր ծախսեր լինեն, դե երեխայք ունենում կամ ինչ-որ այլ հարցեր, մի խոսքով ծախսեր են լինում, նայած ձեր անձնական քարտեզում ինչ ցույց կտա։ Ինչպիսի էներգիա, հա, արդեն սա ձեր անձնական քարտեզում, իսկ ես ընդհանուր ասում եմ, որ ինքը կգա եւ այդ 1 տարին դուք միանշանակ օգտագործեք, այդպես գիտեք ինչ, ճիշտ ժամանակը եթե ընտրեք, ուրեմն կարող եք ճիշտ քայլեր անել եւ մեծ եկամուտ հաջողություններ ունենալ։ Հա, այսինքն դուք չգիտեք երբ քայլ անեք, երբ դիմեք, թեկուզ աշխատանքի համար կամ ուրիշ մի նպատակով եւ այլն, այդ ժամանակ եթե դուք դիմում եք ու ամեն ինչ շատ հաջող է, այսինքն դռները բացված են, ուղղակի դուք պետք է իմանաք, որ դուռն է բաց եւ դուք շատ հագիստ այդ դուռը կարող եք բացել ձեր ձեռքով արդեն։ Եթե ձեզ մինչ այդ թվում էր, թե դա անհնար է, այնպես որ ուրեմն այդ հնարավորությունից օգտվում ենք եւ հաջորդ իսկ օրը 11-ին տեղի կունենա լիալուսինը Հայաստանի ժամանակով 11:43 րոպե 40 վայրկյան լիալուսինը տեղի կունենա աղեղնավորի նշանում 21 աստիճանում, արևը եւ լուսինը կհակադրվեն, բնականաբար արևը հակադիր նշանում, երկօրյակի նշանում է գտնվում արդեն, իսկ լուսինը, քանի որ արագ է տեղաշարժվում, ինքն էլ կտեղավորվի աղեղնավորի նշանում, ահա, եւ 11-ին այստեղ գիտեք ինչ, որոշակի հարցեր կան, այսինքն ձկների եւ կույսերի համար որոշակի հնարավոր է խոչընդոտներ, այսինքն իրենք չեն հասցնի գործը ամբողջովին ավարտել, եթե ինչ-որ մի գործ են սկսել արտերկրի հետ կապված, համագործակցելու հետ կապված, ինչևէ, այստեղ ուրեմն մնացած արդեն կենդանակերպի նշանների համար կասեմ գոնե ասցենդենտի նշանով երթերտոների կբաժանվի, եւ դուք իմանաք, թե ասենք, որ տանն է վերաբերում, բոլոր դեպքերում այստեղ գոհ կլինեն այդ լուսնից խոյերը, առյուծները, ինչպես նաեւ կշարքները, ջրհոսները, նու ասենք ցուլերը, խեցգետինները, այդպես միջին կամ ասենք այծեղջուրները, կարիճները, այդպես միջին, ես հիմնականում ավելի լավ, ավելի հեշտ, ավելի իրենց գոհացնող, հա, ուրեմն լիալուսին իրենց այդ ինչ որ կկատարվի, ինչ որ կավարտվի, արդեն իրենք գոհ են։ Միգուցե իրենք արդեն որոշակի աշխատանք արել են եւ գալիս է արդեն
հունիսի, որտեղ ինքը պլյուս մինուս ավելի այդպես քիչ մեծ է աշխատում, հա, մի ամիս առաջ արդեն, եթե լինում է լիալուսինը, ինքը մի ամիս առաջ արդեն աշխատում է եւ այդ մի ամսվա մեջ հնարավոր է որ ցանկացած օր արդեն շատերի մոտ, ասենք, ինչպես որ ասացի, կարիճներ, այծեղջյուրներ, դա կարող է լինել նաեւ ցուլը, խեցգետինը, հա, իսկ շատ ավելի հեշտ, շատ ավելի լավ խոյերի առյուծների համար եւ ջրհոսների կշարքների համար իրենց մոտ դա շատ ավելի իրենք արդյունքը կտեսնեն, շատ ավելի հեշտ կլինի։ Համենամեստ այն ինչ որ լինի, դա հեշտ տարբերակն է։ Այսպես, ուրեմն այսպես կլինի, իսկ կույսերի եւ ձկների համար չեմ կարող ասել, որ դա ուրեմն լավ լիալուսին կլինի, այսինքն ինքը բոլոր դեպքերում չի ավարտվում, ինչ որ բան մնում է կիսատ կամ այնպես չի ավարտվում, ինչպես որ դուք եք ուզում։ Ձեր ուզածով չի լինում։ Այսպես սիրելի ձկներ, կույսեր եւ երկվորյակներ։ Ահա, եւ հիմա անցնենք առաջ եւ ուզում եմ ներկայացնել 17-ին։ Խոսել 17-ին Մարսի մասին, Մարսը ի վերջո դուրս է գալիս առյուծի նշանից, իդեպ, եթե այդպես կարևոր ակտիվ գործողություններ ունեք, Մարսի ուրեմն ներկայությունը կրակի նշանում շատ ավելի հեշտ են ստացվում գործերը, դժվարություններ առանձնապես չեն լինում եւ այստեղ իհարկե ոչ որ բոլոր նշանների համար, այդպես ես ընդհանուր եմ ասում, եւ 17-ին փաստորեն Մարսը կմտնի կույսի նշան դուրս գալով առյուծի նշանից, այնտեղ կմնա մինչեւ օգոստոսի 6-ը, այնուհետեւ արդեն օգոստոսի 7-ին ինքը կմտնի կշեռքի նշան։ Այնպես չի որ շատ լավ է կշեռքի համար, բայց գոնե օդ է։ Այսպես մի քիչ ավելի դժվար կլինի Մարսի համար, որովհետև հետո մտնելու է ջուր, նոր ի վերջո աղեղնավորի նշան, դա հետո այնպես որ դեռ հետ ընթաց լինել եւ այլն այդ ամենը։ Ուրեմն սա ուրեմն Մարսի մասին եւ ասեմ, որ մինչեւ 17-ը մինչև 17-ը կրակի նշանների համար շատ լավ ժամանակահատված է երկվորյակների եւ կշեռքների համար, լավ ժամանակահատված է, որպեսզի իրենք գործերը անեն հասցնեն։ Տեսեք, ես նախորդ եմ ասում, նույնիսկ դա վերանորոգման հետ, հանդիպումների հետ, այլ գործերի հետ, եթե յուրաքանչյուրին իր խնդիրների մեջ է գտնվում, այդտեղ դուք արեք վերջացեք մինչև 17-ը։ Մասնավորապես ուզում եմ ասել, դա ուրեմն թող դրանով զբաղվեն երկվորյակները, աղեղնավորները եւ ձկները, եթե ինչ որ անելիքներ կա, արեք, ավարտեք, որովհետեւ հետո արդեն հունիսի 17-ից մի քիչ ավելի դժվար կլինի սիրելի երկվորյակներ, աղեղնավորներ եւ ձկներ, ցանկացած ով ինչ խնդիր ունի, ով ինչ գործի մեջ է գտնում, խնդիր չասենք, ինչ գործերի մեջ որ գտնվում է, զբաղված է ինչ գործերով, թող դա ուրեմն հասցնի մինչև ուրեմն հունիսի 17-ը ավարտի, ահա, որտեղ հետո դժվարություններ եք ունենալու, այնուհետև 21-ին մենք ունենք հետևյալ իրադարձությունը, արևը մտնում է խեցգետնի նշան, ահա, եւ բնականաբար այստեղ խեցգետնի նշանում ջրի նշան, բոլոր ջրի նշանների համար դա շատ լավ է, ֆիզիկապես իրենց լավ կզգան, կմարզվեն, կգնան լողաբազան, կզբաղվեն ուղղակի, կզբոսնեն, այդպես հաճելի, լավ կանցկացնեն իրենց ժամանակը, իրենք ֆիզիկապես իրենց կզգան շատ լավ, կկազդուրվեն, ահա, եւ ջրի նշաններն ասացի, դա ցուլերին եւս վերաբերում է, կույսերին եւս վերաբերվում է եւ այսինքն իրենք կհոգան, դա հեշտությամբ կլինի, կարծում եմ, իրենք կհոգան իրենց ֆիզիկականի մասին, իսկ այստեղ բնականաբար խեցգետնի դեպքում մի քիչ դժվար կլինի խոյերի, կշարքների եւ այծեղջյուրների հետ։ Միգուցե դժվարն ու հարաբերական է, հավանաբար ինչ որ վիրահատության միջով անցնում են կամ ասենք այդ նշանները կամ ընտանիքի թեման, ինչ որ հարցեր կա, որ այդ նշաններին ամեն դեպքում իրենք անտարբեր չեն կարող լինել եւ դա փորձում են կարգավորել։ Այսպես նկարագրենք, այսպես ասենք, որպեսզի
Դե իսկ եթե արևը մտնում է ընտանիքներում ջերմություն կբերի, ես կարծում եմ եւ մարդիկ հայացքներն ուղղված կլինեն դեպի իրենց ընտանիքը եւ կփորձեն այդտեղ ընտանեկան հարցերը կարգավորել, ուշադրություն դարձնել ընտանիքին, տանը արտերկրի թեման կլինի եւ իհարկե նայած որ տանը կընկնի, դա էլ արդեն մենք իմանանք ուրեմն նշանների ժամանակ եւ հաջորդ կարևոր իրադարձությունը դա երևի թե մենք եզրափակենք 25-ին տեղի կունենա նորալուսինը ժամը Հայաստանի ժամակով 14:31 27 վայրկյան արևելուսինը կմիանան 5 աստիճանում եւ այն տեղի կունենա խեցգետնի նշանում սիրելի խեցգետիներ ձեզ մոտ դրվում է նոր սկիզբ, նոր ընտանիք, նոր հայացքներ, նոր վերաբերմունք ընդհանրապես ընտանիքի թեմային կամ ասենք կամ արտերկրի հետ կապված, հայրենիքի հետ կապված, երեխա ունենալու հետ կապված, ծնողների հետ կապված հարցեր կլինեն, տան բնակարանի հարցեր կարող են լինել եւ այստեղ արևը կօգնի այնպես որ փորձում ենք նոր սկիզբ դնել, նորից եմ ասում, դա ցուլերի համար, նույնիսկ եթե ասցենդենտն է ցուլերի համար, կույսերի համար, նոր ընտանիքի, այսինքն այն ինչ որ կա, դու այդպես պիտի ընկալես եւ նոր սկիզբ դնես։ Նոր սկիզբ։ Այդ մարդու հետ առանց այդ մարդու կամ նայած ու մոտ ինչ է եղել, հա, յուրաքանչյուր ձեր անձնական քարտեզը ունեք, կամ արտերկրի հետ կապված ձեր հարաբերությունները, այստեղ փորձում եք նոր սկիզբ դնել, գուցե նոր բիզնես կամ եւ այլն եւ այլն։ Ուրեմն կույսերի համար է լավ, ձկների եւ կարիճների համար եւս լավ է, իսկ կարծում եմ իրանք եթե արտերկրի հետ կապված ինչ որ հարցեր ունեն, կփորձեն ուրեմն ոմանք արդեն ավարտել են դա կամ ոմանք ավարտեն այսպեսի հարցեր կլինեն բոլոր դեպքերում նորալուսինը այստեղ մենք կտեսնենք որ ընդհանուր կակտիվանա ուրեմն ընտանիքների թեման խոսակցությունները ընդհանրապես այդ թեմայի շուրջ երեխա ծնող այդ հարցերը կլինեն եւ հայացքները կողված կլինի ընդհանրապես ընտանիքի ընտանեկան թեմաներին եւ ես գիտեք ես ուզում եի անդրադառնալ միգուցե անեմ չգիտեմ ժամանակս ինչպես կների խոյերի մոտ շատ խոյերի մոտ ես կարծում եմ դժվարին process է գնում գիտեք ասենք երիտասարդներ պիտի սովորեն ասենք պիտի գնան արտերկիր սովորելու կամ աշխատելու կամ բիզնես կամ եւ այլն շատ բաներ կա որ խոյերի մոտ խեցգետիների մոտ եւս խեցգետիների շարքների եւ այծեղջուրների մոտ այդ թեման կա որ իրենք կարծես թե չեն տեսնում իհարկե դա ես ասեմ որ այլ նշաններին եւս կարող է վերաբերել եթե դուք այդտեղ մոլորակ ունեք այդ տեսնում եք այստեղ նորից գալիս է անձնական քարտեզի թեման դրա համար այսպես ընդհանուր է ստացվում երևի թե ընդհանուր ասեմ ուղղակի արևի նշանով շատ կոնկրետ նշում եմ խեցգետին այծեղջուրին եւ կշերքներին որ ընտանեկան թեմաներ կլինի կամ ապագայի թեմաներն են հետագա իրենց անելիքները իրենց համար այսպես մո շուշոտ են իրենք չգիտեն ինչ անեն չեն կարողանում կողմնորոշվել իհարկե իմ շատ հետևորդներ վաղեմի հետևորդները ինձ դիմել են որովհետեւ իրենք ասենք ունեին իրենց անձնական քարտեզում այդտեղ մոլորակ եւ դա ավելի շատ էր ընդգծվում իրենք չգիտեին ինչ անեին ինչպես նային այդ հարցին ինչպես լուծում տային ու գնային եւ այլն շատ ամեն մեկը դե ընտանեկան խնդիրները բնակարանի ընտանիքի հետ կապված բավականին շատ են եւ այստեղ գալիս է հենց այդ հարցը որ դու պետք է կարգավորես ինչ է լինելու ապագան ինչպես անել այդպես մշուշոտ է եւ չեն կարողանում կողմնորոշվել հիմնականում այդ նշանները եւ նաեւ այն մարդիկ ովքեր ուրեմն այնպիսի մոլորակներ ունեն որ այդ էներգիան է կազմվում վատ էներգիան է հավաքվում եւ իրենք հայտնվել են այդպիսի դժվարին վիճակում։ Ես հիմա տրանզիտների մասին չեմ ուզում ասել, որովհետև անիմաստ է տրանզիտների մասին, ասենք այսօրը տրանզիտներում այսպես է լինում, այնպես է լինում, դա ավելորդ է, որովհետև նույն բանը կարող է, ասենք, մարդկանց քարտեզում չլինել եւ իրենք ավելորդ անգամ ինչ որ հուսահատվեն կամ ինչ որ սպասեն, որ դա պիտի լինի եւ դա չի լինում, հակառակ ավելի լավ բան է լինում, որովհետև իրենք ունեն լավ ասպեկտացիա։ Դրա համար ես ուրեմն անիմաստ է սխալ է, որ ես ինչ որ նշեմ, թե ինչ է լինելու բոլոր դեպքերում մասնավորապես խոյերի համար իրենց ապագան շատ անորոշ է եւ իրենք դժվարանում են չեն կարողանում հասկանալ ինչ է կատարվում այստեղ բնականաբար ինչ հարցի որ
խնդիր ունեն, այստեղ մասնագետը կարող է իրենց ուղղորդել, յուրաքանչյուր ինչ բնակավարում, որ ինքը զբաղված է իր խնդիրը, որտեղ որ գտնում է, այդ բնակավարի մասնագետը դրա մասին է խոսքս, ասենք խորհրդակցել եւ այլն շատ կարեւոր է անպայման մասնագետի հետ խորհրդակցեք, նոր քայլեր արեք, խոհեր մասնավորապես ձեզ եմ ասում, խեցգետիներ, այծեղ ջուրներ, կշերքներ դուք էլ ականջարեք։ Ուրեմն, իսկ մնացած արդեն ասացի, որ ձեր անձնական քարտեզից է կախված, ցանկացած նշան կարող եք լինել եւ դա ձեզ եւս վերաբերի, եթե հայտնվել եք այդ անորոշ վիճակում, ուրեմն մասնագետների հետ տվյալ բնակավարի փորձեք խորհրդակցել մի քանիսի մոտ եւ նոր քայլ անել, որովհետեւ այստեղ խաբեությունները, ուրեմն խաբեությունները կարող են շատ լինել, այնպես որ զգուշացեք։ Սա էլ այսպես, ինչևէ, ես ուզում էի, ասենք պետք չի մոլորակները նշել, բայց ընդհանուր ուզում էի անդրադառնալ, միգուցե եթե ժամանակների ես, կամ եթե ձեզ հետաքրքրում է, այսպես ասենք, եթե ձեզ հետաքրքրում է, նրանք ովքեր հատկապես գտնում են այդ վիճակում, ասենք շատ հետաքրքիր կլինի, եթե դուք գրեք, ասենք այսինչ նշանն եք, բայց ասենք ձեզ մոտ այդ անորոշությունը կա, դուք հայտնվել եք այդ փաստի առաջ եք կանգնած, ինչևէ, եթե այդ թեման ձեզ հետաքրքրում է, ես արդեն կարող եմ ասել, որ նշանի համար մոտապես ցանկալի է, եթե դուք իմանաք ձեր ճշգրիտ ասցենդենտի նշանը, այդպես շատ ավելի ամփոփ կլինի ինֆորմացիան, դուք ավելի լավ կպատկերացնեք եւ դուք կիմանաք այդպես մի քանի մոլորակների ընդհանուր վերլուծությունը, չեմ հենվելու միայն մի մոլորակի, այլ մի քանի մոլորակները իրենք մոտապես ինչ են ստեղծում, ինչ տրամադրություն են ստեղծում։ Ինչևէ, եթե ձեզ հետաքրքիր է, խնդրում եմ գրեք մեկնաբանություններում, այդպես ընդհանուր վերլուծությունը եթե կա, կամ մոտ ինչպիսի իրավիճակ է, ցանկալի որպես խելացի հարցեր գրեք կամ ուղղակի կիսվեք ձեր այդ վիճակով, թե ինչ է եղել, ինչ նշանեք եւ ուրեմն ձեզ մոտ արդյոք կա այդ անորոշությունը եւ ընդհանուր ինչ վիճակ է տիրում, հա, այնպես որ ես ընդհանուր դրան կանդրադառնամ, եթե ժամանակս ների իհարկե, ես անպայման ուզում եմ այդ մասը խոսել, վաղուց էի ուզում խոսել, բայց այդպես չի ստացվում։ Ինչևէ, իմ սիրելի հետևորդներ, շնորհակալություն, որ դուք ինձ հետ եք, որ դուք բավականին ակտիվ եք եւ նաեւ ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր նոր են միացել։ Իմ ալիքին այստեղ դուք միայն լսում եք ճշմարիտ ինֆորմացիա, ճշգրիտ կանխատեսումներ են լինում եւ բոլորը փաստերով։ Ահա, այսքանը լավ եղեք, մենք հանդիպենք հաջորդ անգամ։ Խոստանում եմ այս ամիս։ Առայժմ